երկրի ղեկավարը իրավունք չունի դառնա այդ ատելությունը քարոզողներից մեկը։ Ընդհակառակը երկրի ղեկավարը պետք է փորձի անկախ նրանից ինչ քաղաքական կուսակցությանը ինքը պատկանում, ինքը պետք է հասարակության հանդեպ ունենա հանդուրժողականություն, այսպես ասած, եւ նպաստի, որ կայանա հասարակական համերաշխություն, որովհետեւ առանց այդ հասարակական համերաշխության չի կարա երկիրը գոյատևի։ Եթե բևեռացման եք տանում հասարակությանը, այսինքն իբր դուք դրականն եք, մնացած ով ընդդիմադիր է, դա բացասական բևեռ է, այդ բևեռացումը ներհասարակական կյանքում, ես կրկնում եմ, մեր պետության ներսում, բևեռացումը բերելու է լարվածության, որովհետև եթե դրական եւ բացասական բևեռներ են, առաջանում է լարվածություն, իսկ լարվածության արդյունքը վերջում պայթում է։